Սիրելի բարեկամներ, եկեք մի կարճ տեսանյութ նայենք մեր երկրի ամենաերիտասարդ թոշակառուի կամ նույն ինքը Վոյինի խոսքից եւ հետո վերադառնանք նորից։ Մի պահ մտածեցի, որ պետքա Մոսկվա թռնել եւ փորձել գործընկերներին համոզել, որ հնարավորինս արագ պատերազմը կաղնեցվի։ Ասեմ, երրորդ-չորրորդ օրը ինձ համար պարզ էր, որ այս կազմակերպվածության այնինչ կատարվում է լավ բանով չի ավարտվելու։ Նույնիսկ այն ժամանակ դատարանի արգելք ունեի դուրս գնալու, դատավորից ստացել ենք դուրս թռնելու երկիր բացակայելու թույլտվություն։ Բայց կովիդի ժամանակ էր եւ առանց տեստերի հնարավոր չէր նույնիսկ ինքնաթիռ նստել։ Հանձնել եմ տեստը, լրիվ առողջ էի, որևէ պրոբլեմ չունեի եւ ստացել եմ պատասխան, որ ես ունեմ կովիդ այդ ժամանակ։ Գնել ենք այդ rapid տեստերը։ 4-5 հատ փորձել, բոլորը բացասական էր, կովիդ չունեի։ Նույնիսկ այդ ճանապարհով արել են ամեն ինչ, որ նույնիսկ իմ կապերով պատերազմը կաղնեցնելու հնարավորություն չունենա։ Արձանագրում ենք, որ նա նույնպես շարքային ստախոս է, որովհետև նախ այդպիսի բան չի եղել եւ երկրորդը կովիդի սահմանափակումները երբեք մարդկանց չեն արգելել լքել երկիրը, այլ գարնանը 20 թվականի պարզապես ստուգումներ է եղել մուտքի վրա, իսկ այդ ժամանակահատվածում նախ արտակարգ դրություններ վերացված եւ միայն արտակարգ իրավիճակ կար եւ շատ քիչ սահմանափակումներ, իսկ պատերազմով պայմանավորված մենք դրանք ավելի ենք թույլատրել եւ այս շարքային ստախոսը, որը ինչ որ տենց փորձում էր փրկել երկիրը, ըստ էության դրա համար որևէ լծակ եւ ոչինչ չունենալով հիմա ինչ որ արդարացումներ է գտել, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ ինքը շատ մեծ փորձառություն ունի ինքը կեղծելու եւ իր հիվանդությունները ուռճացնելու նույն Իզմիլյան բժշկական կենտրոնում, որը գտնվում է Կտրիչ Ներսիսյանի ուղիղ ենթակայության տակ քննությունից խուսափելու համար եւ դատարանը նրա ելքի արգելքը վերացրել էր եւ նա կարող էր գնալ որ երկիր ուզում էր եւ կանգնեցնել պատերազմը, եթե իհարկե նա կարող էր։ Իսկ պատերազմը կանգնեցնել նա չէր կարող։ Մենք 3 անգամ հրադադար ենք կնքել Ադրբեջանի հետ, որոնցից մեկը Մոսկվայում, բայց դրանք բոլորը խախտվել են եւ հետեւաբար այս շարքային ստախոսները պարզապես փորձում են մոլերեսնել մեր բնակչությանը, մեր քաղաքացիներին, չհասկանալով, որ մենք մեր քաղաքացիները բավական լավ հիշողություններ ունեն իրենց ամբողջ գործունեության, այդ թվում նաև պատերազմական շրջանի գործունեության վերաբերյալ։ Մի տրվեք այս շարքային ստախոսներին, սիրելի բարեկամներ, եւ տեր կանգնեք խաղաղությանը։